Տեսլան և Իլոն Մասկը։ Միացյալ Նահանգներ Չինաստան լարվածության ամենաթեժ շրջանում, երբ Վաշինգտոնը զգուշացնում էր ամերիկյան ընկերություններին դուրս գալ Չինաստանից, Մասկը ճիշտ հակառակն արեց։ Նա կառուցեց և ընդլայնեց Տեսլայի գիգագործարանը Շանհայում, որն այսօր արտադրում է ավելի շատ Տեսլա մեքենաներ, քան աշխարհի ցանկացած այլ գործարան։ Ինչու՞։ Որովհետև Չինաստանը ոչ միայն արդյունահանում է լիթիում, այլև մշակում է այն։ Չինաստանը վերահսկում է աշխարհի լիթիումի վերամշակման հզորությունների մոտ 2/3-ը։ Վերամշակված հումքին մոտ լինելը Իլոն Մասկի համար պարզապես ռազմավարություն չէր, դա Տեսլայի ապագայի և գոյատևման հարց էր։ Առանց լիթիումի մարտկոցներ չկան, առանց մարտկոցների Տեսլաներ չկան և առանց էլեկտրական մեքենաների չկա այդ կանաչ հեղափոխությունը։ Բայց Տեսլա միակ արտադրողը չէ, որ ստիպված է Չինաստանի պայմաններով խաղալ արտադրությունը շարունակելու համար։ Եվրոպայի ամենամեծ ավտոարտադրողը Volkswagen-ը համագործակցեց Չինաստանի խոշորագույն մարտկոց արտադրող Cattle-ի հետ իր էլեկտրական մեքենաների համար լիթիում-իոնային մարտկոցների մատակարարում ապահովելու նպատակով։ Այսօր չինական Cattle-ը վերահսկում է համաշխարհային մարտկոցների շուկայի ավելի քան 30%-ը, երբ Եվրոպայի ամենամեծ ավտոարտադրողը կախված է Չինաստանում լիթիումային հսկայից, դա այլևս պարզապես բիզնես չէ, դա աշխարհաքաղաքականություն է։